Կառավարությունն առողջության համընդհանուր ապահովագրության համար սահմանել է քաղաքացիների բժշկական պատմությունների ռեգիստրը։ Այն ապահովագրության պատշաճ իրականացման համար անհրաժեշտ անձնական եւ ոչ անձնական տվյալներ պարունակող էլեկտրոնային շտեմարան է։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այն ընդունվում է հրատապ կարգով, քանի որ նման ռեգիստրը անհրաժեշտ է համընդհանուր ապահովագրության համակարգի գործունեության համար, իսկ համակարգը ուժի մեջ է մտել հունվարի 1-ից։ Այս ռեգիստրը համագործակցելու է պետական այլ տվյալների բազաների հետ։ Նշվում է, որ ռեգիստրը գործելու է էլեկտրոնային առողջապահության համակարգում, իսկ ապահովագրված անձը մուտք գործելով էլեկտրոնային առողջապահության համակարգ Արմեդ հնարավորություն կստանա ծանոթանալ իր որպես ապահովագրված անձի կարգավիճակին։ Կառավարությունը դադարեցրել է կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու համար պարտադիր զինծառայության զորակոչից տրված 6 քաղաքացիների տարկետումները։ Խոսքը հետևյալ քաղաքացիների մասին է՝ Կարեն Արմենի Վարդանյանց, Վիսկոնսին Մեդիսոնի համալսարան, Վահե Անդրանիկի Արզումանյան, Արտուր Ռաֆիկի Դավթյան, Մասաչուսեթսի համալսարան, Էդուարդ Ալեքսանդրի Գրիգորյան, Մասաչուսեթսի համալսարան, Սարգիս Արսենի Կարապետյան, Շանհայ Տիաթոն համալսարան, Նարեկ Նվերի Սարգսյան, Կալիֆոռնիայի համալսարան, Լոս Անջելես։ Տարկետումները դադարեցնելու համար հիմք է ընդունվել այն, որ նշված քաղաքացիները սահմանված ժամկետում հաջորդ կուրս փոխադրվելու վերաբերյալ տեղեկանք չեն ներկայացրել զինվորական հաշվառում իրականացրած ստորաբաժանում։ Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը հիվանդանոցում է։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանը։ Դատաբժշկական փորձաքննություն կա նշանակված դատարանի որոշմամբ, հետազոտություններ պետք է անցնի։ Առողջական վիճակը բարվոք է, ասել է փաստաբանը, հավելելով, որ Ղուկասյանը հանրապետական հիվանդանոցում է։ Հայաստանի հանրակրթական համակարգում այս տարվա ձմեռային քննաշրջանում գրանցվել է հայտագրվածների թվի նկատելի աճ։ Ընդհանուր առմամբ հայտագրվել է 12538 դիմորդ, մինչդեռ անցած տարի նույն փուլում այդ թիվը 11605 էր։ Դիմորդների մի մասը մասնակցում է 1 քննության, մյուսները 2։ Ընդհանուր առմամբ ձմեռային քննությունների ընթացքում հանձնվելու է 23474 քննություն, ինչը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, որը 21218 էր։ Անգլերենի քննությունը շարունակում է մնալ ամենապահանջվածը՝ 7224 դիմորդ, երկրորդ տեղում մաթեմատիկան է 5709 դիմորդ, իսկ երրորդ տեղում հայոց լեզուն է 4657 դիմորդ։ Միևնույն ժամանակ որոշ առարկաներ սահմանափակ ընտրություն ունեն։ Օրինակ, իտալերենի համար հայտագրվել է 1, իսպաներենի համար 3, ֆրանսերենի համար 39, գերմաներենի համար 55, իսկ աշխարհագրության համար 79 դիմորդ։ 636 քաղաքացի հետ կստանա 2025 թվականի էլեկտրոմոբիլի համար վճարած մաքսատուրքը։ Էկոնոմիկայի նախարարը հայտնել է, որ անցյալ տարի 5000 քվոտա տրվել էին քաղաքացիներին, 3000-ը դիլերներին։ Դիլերներից 636-ը այն չի օգտագործել, եւ դրանք շնորհվել են քաղաքացիներին։ Այժմ նրանք հետ կստանան իրենց մուծած գումարները։ Մինչև հունվարի 10-ը Պետեկամուտների կոմիտեն կհրապարակի ցանկը։ Սևանա լճից Սիգի ապօրինի որսի կանխարգելման միջոցառումները շարունակվում են։ Գեղարքունիքի մարզի պարեկները հունվարի 6-ի առավոտյան Ծովագյուղ Շորժա Վարդենիչ ճանապարհի 2-րդ կիլոմետրին ստուգման նպատակով կանգնեցրել են Սևան քաղաքի 66-ամյա բնակչի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենան։ Պարեկները մեքենայում հայտնաբերել են Սիգ տեսակի 1456 ձուկ, ընդհանուր 603 կիլոգրամ քաշով։ Վարորդն ասել է, թե ձկները ձեռք է բերել Վարդենիսում անծանոթ անձից։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։